Արդեն մի տարի է Fly-Arnայի հայկական ազգային ավիաուղիների աշխատակիցները սպասում են իրենց չվճարված աշխատավարձերին, մինչ այդ ընկերությունն արդեն սնանկ է ճանաչվել։ Ընկերության նախկին աշխատակիցներից մեկը, ով ներկայանալ չցանկացավ եւ ում ձայնը փոխել են գիրխնդրանքով, ասում է դեռ 2024 թվականի մարտին են Fly-Arnայի աշխատողները տեղեկացել, որ աշխատանքից ազատվելու են։ Ընկերությունը իրենց պարտք է մոտավորապես 2 ամսվա աշխատավարձ, 2024 թվականի ապրիլն ու մայիսի մի մասը, գումարած աշխատանքի ազատման դեպքում տրվող գումարը, սակայն մինչ օրս մեկ լումա անգամ չեն ստացել։ Աշխատավարձները տրվել է մարտինը, ապրիլինը, մայիսի 19-ը ներառյալ մինչև չի տրվել, ապրիլ եւ մայիս 19-ը ներառյալ եւ հունիս ամսվա համար պետք է նպաստ տրվել ըստ օրենքի, որը չի տրվել։ Իրենք պարտավոր են այդ ամբողջ գումարը փոխհատուցել աշխատողներին առաջնահերթ, որ իրենք չեն արել։ Եվ ես խոսում եմ, այսինքն ինքս եղել եմ ոչ բարձր պաշտոնի աշխատող, ես ստացել եմ միջին աշխատավարձ, որը կարծում եմ, այսինքն ավելի ճիշտ կլինի փոխհատուցել առաջնահերթ։ Fly-Arnan ստեղծվել էր 2021 թվականին կառավարության ստեղծած պետական հետաքրքրությունների ֆոնդի, հետագայում տարբեր ձախողված ու կասկածելի ներդրումային պատմությունների հետ կապված ANIF-ի եւ Air Arabia-ի կողմից։ Սակայն այն գործեց շատ կարճ, մոտ 1.5 տարի եւ անցած հունվարին դադարեցրեց թռիչքները։ Ընկերության նախկին աշխատակիցն ասում է, հետո հանդիպումների ընթացքում ANIF-ն ու Air Arabia-ն միմյանց վրա էին գցում պատասխանատվությունը։ Երբ որ մենք գնում ենք հանդիպան ANIF-ի, իրանք ասում են, որ սպասում են հաստատման այն կողմից, իսկ Air Arabia-ն ասում է, որ սպասում է, որ մենք հայկական կողմը ինչ-որ բան։ Այդպիսի ինչ-որ սխեմաներ է, չգիտեմ թե ինչա, որի պատճառով էլի եւս մեկ անգամ նշեմ, դժում են հասարակ աշխատողները։ Ես հույս ունեի իրականում, որ քանի որ պետության ձեռը խառն է, այսպես ասած, ավելի հանգիստ էի այն առումով, որ եթե ինչ-որ խնդիր լինի, պետությունը մեջքին կանգնած կլինի, հիմիկվա կառավարություններ ներառյալ, սակայն ես չեմ տեսել ինչ գործողություն։ Մինչ աշխատակիցները սպասում էին իրենց հասանելիք գումարին, իսկ ընկերությունը կարծես գնում էր լուծարման, ըստ հետքի հենց Air Arabia-ին պատկանող ընկերությունը դիմել է սնանկության դատարան, Fly-Arnայից պահանջելով պարտքը ավելի քան $770,000։ Փաստորեն ըստ հետքի հետաքննության ստացվում է, որ հենց Air Arabia-ն է իրեն պատկանող այդ ընկերության միջոցով նախաձեռնել Fly-Arnայի սնանկացումը։ Դատարանն էլ այս տարվա հունվարին արդեն սնանկ է ճանաչել հայկական ազգային ավիաուղիներին։ Ազդարարում այժմ տեղադրված է պարտատերերի ցուցակը, դրանք հիմնականում մոտ 3 տասնյակ անձինք են, այդ թվում աշխատակիցները, մի քանի կազմակերպություններ եւ պետեկամուտների կոմիտեն։ Այժմ սնանկության կառավարիչ Սոֆիա Դավթյանն ասում է, պետք է գույքագրում կատարի հասկանալու, թե ինչ է մնացել Fly-Arnայի գույքից, որով հնարավոր կլինի փակել ընկերության պարտքերը։ Ըստ ազդարարում տեղադրված հայտարարության, մի քանի ընկերությունների Fly-Arnan պարտքի ավելի քան $1.6 միլիոն, Պեկին ավելի քան 43 միլիոն դրամ, մոտ 3 տասնյակ անձանց ավելի քան 120 միլիոն դրամ, տույժերը չհաշված։ Բայց դրան ասենք ահագի գույքերը ոչինչ չկա, սա չգիտեմ գնացել են, ինչ են արել, ինչ չեն արել, հետ կչի երևում։ Դուք օրինակ հիմա ինչ պիտի անեք, ձեր գործառույթը ո՞րն է։ Իմ գործառույթը մի հատ գույքագրում եմ նշանակել, պետք է գնամ այդ գույքագրում տեսնեմ կա մարդ կա, չկա, նշանակել եմ։ Բայց իմ հավաստի տեղեկություններով ոչ ոքի չկա։ Ոչ դուրն է բաց, ոչ մի բան չկա։ ANIF-ի գործունեությունը, որին պատկանում է Fly-Arnայի 49%-ը, իրավապահների ուսումնասիրության կենտրոնում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը ANIF-ի վերաբերյալ հայտնվել էր հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում, ապա հնարավոր չարաշահումների գործը փոխանցվել է քննչական կոմիտեին, կահարուցված վարույթ, որը դեռ նախաքննության փուլում է, որևէ մեղադրյալ, կասկածյալ կամ ներգրավված անձ ըստ քննչական կոմիտեի այս պահին չկա։